Չեմ ցանկանում, որ ոչ մի ծնող այդ ցավը տեսնի, անդադ գլխացավ, պրիստուպներ, անդադ ցավազրկողներ։ Ես Գեղեցիկ Անտոնյանն եմ, ապրում եմ քաղաք Սևանում, երկու անչափահաս տղաներիս եւ ամուսնուս հետ։ Տղաներիցս մեծի Նարեկը խաղի ժամանակ գլխին քարով հարված է ստացել 18 թվին։ Առաջի վիրահատությունն արեցին, հետո նորից Նարեկը ցնցվեց։ Ասեցին, որ պետքա երկրորդ վիրահատությունը արվի, իմպլանտ պետքա դրվի, մետաղական ցանց։ 25 թվին 1 տարի երեխան անդադար սկսեց փխսումները, ճնշման բարձրացում։ Սամվել Սարգսյանը երեխուն գլուխը կատե արեց, տեսա, որ էլի դեֆորմացում է գնում գլուխը, ասեց պետքա վիրահատենք, այդ ցանցը հեռացնեն գլխից։ Ասեց պետքա արդեն իմպլանտ դրվի, որ այդ իմպլանտն էլ արժի 5 միլիոն դրամ։ Ես աշխատում եմ սանիտարկայում Սևան բժշկական կենտրոնում, ամուսինս տաքսի ա վարում, բայց այն որ չենք կարում, որովհետև հազիվ հասցնում ենք դեղորայքը երեխու։ Ամեն ինչի արել են, կողքից օգնել են, այն որ ախը վախով մենք ապրել ենք, լիարդ լեղապարկ վիրահատված եմ, բայց էլի աշխատում եմ, որ իմ երեխան գոնե առողջ լինի, ցավերը մոռանա, գոնե դրանից հետո ինքը լավանա, լավ է սովորում, լավ մարդ դառնա։ Ես ասել եմ, դու էլ բարերարներից մեկը դառնաս, դու էլ օգնես այն մարդկանցը, ովքեր քեզ օգնել են։ Դե անընդհատ ցավեր եմ ունենում, ինձ թույլ եմ զգում, սրխառնոց։ Այդ վիճակի պատճառով, ասենք, դասերից անընդհատ բացակայում եմ, չեմ կարողանում մինչև վերջ դասերին նստել։ Գլխացավեր եմ շատ ունենում։ Կուզեմ, որ վիրահատվեմ, ասենք, լավ լինեմ, այլ գլխացավեր չունենամ։ Ինքը ուրիշ սպասված երեխա եղել, ես 5 տարի չեմ ունեցել, որ ամեն պայքարել ենք, ունեցել ենք Նարեկին ու այդ դեպքը, որ եղավ, էդի ցավը արդեն իմ սրտին։ Բարի մարդկանց կխնդրեմ, ինչքան շուտ գոնե հավաքվի, այդ վիրահատությունը արվի։ Մեր ուզածը այնա, որ Նարեկը առողջ լինի, ամենակարևորը։ Որ առողջ լինի, արդեն մնացածն էլ ինչ աշխատում ապրում ենք էլի։ Մեզ ցույց է տվել դոկտորը, որ այսքան մասը պետքա դրվի էլի այդ իմպլանտը, որ այս փոսն էլ չլինի։ Որոշում կայացվեց հեռացնել տիտանի իմպլանտը, այն հիմա նախատեսում ենք փոխարինել արդեն պիկ իմպլանտով, որը առավել ոսկրին մոտ նյութ է, բավականին ամուր, բայց միևնույն ժամանակ թեթև։ Վիրահատությունը նախատեսում ենք պետպատվերի շրջանակներում, սակայն ապահովագրության շրջանակներում իմպլանտի հատուցում, քանի որ չի տրամադրվում, այն սովորաբար ձեռք է բերվում կամ ծնողի կողմից, կամ բարերարների կողմից։ Նարեկը շատ մեծ հավատ ունի, կուզենայի, որ իրոք այդ իր հավատով ինքը շուտ բժշկվեր ու բուժվեր։